Չարլզ Օլիվերան, բայց հենց մոտենում ձեռքերը փորձում է գնալ թեյքդաունի, բարձրահասակ է Չարլզ Օլիվերան, անհամեմատ ավելի բարձրահասակ եւ Տոպուրիային հարվածները տեղ հասցնելու համար ինչ աչքողային էր, նոկաուտ 2.5 րոպե եւ Չարլզ Օլիվերան օկտագոնի հատակին է, նոկաուտ, որից հետո անգամ չկարողացավ որևէ շարժում իրականացնել Չարլզ Օլիվերան, Իլիա Տոպուրիա 9-րդ մենամարտը եւ 2-րդ նշանակ մեկնարկում լինելու եւ օրվանում կրկնա օղային ուղևորվում եք անհավանական աչքողային ինչ եւ Չարլզ դյու Բրոնքս Օլիվերան հրաժեշտ է տալիս չեմպիոնական հույսերին ուղևորվում է քնելու Օլիվերան աչքողայինը ինչպես քնեցրեց ուղակի ֆենոմենալ հարված ունի տեմպերով Տոպուրյան ահովության համար Փեդի Փիմլետ Արման հարված եւ Մարկ Գոդարդը վրա է հասնում սա էլ անօգնական է Չարլզ Օլիվերան իհարկե ապահովության համար եւս 1-2 հարված եւ Մարկ Գոդարդը վրա է հասնում սա էլ Ջասթին Գեյջի արձագանքը եւ նրբերշիկը Փեդի Փիմլետ Արման Ծառուկյանը նույնպես որը առաջին համարն է թեթև քաշային կարգի տեսնենք Տոպուրյան ինչ կասի իր ապագայի վերաբերյալ իհարկե Տոպուրյան շարունակում է նշել որ ցանկանում է Մախաչևի դեմ մենամարտ բայց Իսլամը իր ծրագրերն ունի դեռ Ջեք Դելա Մադալենայի դեմ պետք է մենամարտի իսկ հիմա գրկախառնություն Օլիվերան ուղակի շանս չունեցավ չեմպիոն դառնալ UFC-ում Գրեգորը բոլորին էլ Շվիլին որը այքարի այնպես կազմակ Մենամարտը, բայց հիմա լսենք Բրյուս Բաֆերին 27 seconds in the very first round. Declaring the winner by knockout and new undisputed UFC lightweight champion of the world, Ilia Matador Նաև երկու գոտին